Հիվանդանոցների պատերի լռության մեջ միշտ էլ գործում է փոքրիկ հրաշքների աշխարհը, որտեղ բժշկի ձեռքերը դառնում են փրկության եւ հույսի ձեռքեր։ Այդ պատերի ներսում մարդկանց անհույս առաջանքներն ու արցունքները վերածել ուրախության արցունքների ու նոր կյանք տալ քչերին է հաջողվել։ Վիրաբույժ Արտավազդ Սահակյանն այդ քչերից էր։ Մարմնի ճարտարապետ, այսպես է բնութագրել մեծանուն բժիշկն ինքն իրեն, երբ խոսել է մանկության երազանքի մասին։ Ճարտարապետ էր երազում դառնալ լեգենդար բժիշկը, դարձել է, բայց մարմնի։ Պետք է նվիրվես ամբողջովին եւ այդ դեպքում միգուցե իրավունք ունենաս բժիշկ կոչվել։ Արտավազդ Սահակյանի գործը ոչ միայն մասնագիտական կարողություն էր, այլև հումանիզմի իրական օրինակ։ Շատերի համար նա եղել է վերջին հույսը, մի լույս, որ փայլում է խավարի մեջ։ Մի շարք բարդ ու բարդագույն միջամտություններ, որոնք ուրիշների համար անհնարին էին թվում, նա իրականություն էր դարձնում։ Նա վստահ էր, որ երբ բժիշկն անցնում է գործի, պիտի մտածի, որ իր դիմաց ընտանիքի անդամներից մեկն է։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժ, ապա Արցախյան պատերազմ, Սպիտակ բանակի ամենալեգենդար հրամանատարներից մեկը Արտավազդ Սահակյանը միշտ իր խրամատում էր։ Նույնիսկ երկրաշարժի պահին էլ լեգենդար բժիշկը չի լքել վիրահատության սենյակը։ Նա պարտադրել է նաև իր անձնակազմին շարունակել վիրահատությունը, ինչի արդյունքում նրանց հաջողվել է փրկել հիվանդի կյանքը։ Բժշկի համար ամենաբարդ վիրահատությունը եղել է դեմքի ամբողջական վերականգնման վիրահատությունը, երբ հիվանդը տեղափոխվել էր հիվանդանոց գրեթե առանց դեմքի։ Դեմքի ստորին կես, այսինքն քիթը, վերին ծնոտը, ստորին ծնոտը, բերանի խոռոչը չեն եղել, շատ բարդ վիրահատություններից մեկն է, 12 ժամ տևեց, նա տարբեր բաղադրամասերով ստեղծվեց մարդու դեմքը։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բժիշկը հայրենիքի ու իր ազգի կողքին էր։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երիտասարդ էր, 2020 թվականին ավելի փորձառու էր։ Արդեն հասցրել էր փրկել հազարավոր կյանքեր։ Վիրաբույժը մահացավ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին 72 տարեկանում, 7 գյուտի եւ 200 գիտական աշխատանքի հեղինակ է։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։